Էս մեր բեռնատարի վարորդ Սաշնա, ում ներվերը իրոք քարից է։ Ինչը ստացի Yandex-ում ֆրի տարիվ կա։ Ասեմ ուր ենք գնում։ Մինչ բունյութին անցնելը ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր վրաց գոլեգաներին, ում օգնության շնորհիվ էլ վերջապես հայ վարորդները կտեսնեն իրականը ու այս կադրերը։ Ինչ կադրեր, այ օրինակ սա։ Արդեն տեղում ենք, ահա որ շոկ եղանակ, տպավորություն է, որ մեզ հետ է նաև Գագիկ Սուրենյանը։ Յա չելավեք պաու։ Իսկ հիմա տիկնակ եւ պարոնայք, դիմավորեք եւ վայելեք Փոթի նավահանգիստ։ Ահա եւ քո ապագա մեքենայով բարձված այս հրաշքնավը, որը տեղացնելուն պես պարքինգի խնդիր չունի։ Ինչպես պնդեցին մեր վրաց գոլեգաները, այստեղ ծովում կարմիր գծեր չկան։ Այ այս կադրը շատ դուր կգա Այդա Սարգսյանին։ Կադրում երևում են գիգանտ կրունկները, որոնք կարող են միաժամանակ բեռնաթափել 6 կոնտեյներ։ Հետո կոնտեյներները տեղափոխվում են հատուկ տերմինալներ։ Հարգարժան թելսել թալանողներ, տենց ուշադիր մի նայեք, այս ձեր իմացած տերմինալը չի։ Ահա եւ մեր տերմինալը հենց այստեղ էլ գտնվում է Կալմար անունով 70 տոննա կշիռ ունեցող այս գիգանտը։ Իսկ թե ինչի համար է այս մարալը, դա էլ իմացույց կտանք։ Այն նախատեսված է քո ապագա մեքենայով բարձված կոնտեյները մեր մեքենայի վրա տեղադրելու համար։ Նայեք ոնց է տեղադրում, գբրտ եւ վերջ։ Իսկ մեզ մնում է ինչ, այո, ճանապարհել մեքենաները դեպի Գյումրի։ Մեզնից հասնում էր կազմակերպել, նկարել եւ ցուցադրել։ Մենք արեցինք դա եւ գիտեք ինչու, որովհետեւ այս CM Shipping-ն է, բրատ։